Բարև բոլորին, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ կառնիվոր օրագիր։ Սիրելիներս, այս վերջերս ես ընդհանրապես պասիվ եմ։ Պասիվությունը կապված է մի փոքր հիասթափություն ալիքի նկատմամբ։ Դիտումներն են բավականաշատ քչացել, այնպես չէր, որ դիտումները շատ էին, բայց այնուամենայնիվ շնորհակալ եմ բաժանորդագրողներից, ովքեր միացել են ալիքին, կան քիչ ավելանում են, բայց հավատացեք, դուք ինքներդ էլ կփաստեք, որ եթե նույնիսկ դա ձեր ալիքը լիներ, դուք ինքներդ գոհ չէիք լինի։ Ինչևէ, ես ամեն անգամ շնորհակալություն եմ հայտնում ու այդ շնորհակալությունները ուղղակի խոսքեր չեն, շնորհակալությունները ի սրտեհեն դիտողներին, բաժանորդագրված մարդկանց, ուղղակի կխնդրեի մի փոքր ավելի ակտիվ լինել, տարածել ու ուղղակի ալիքը շատացնենք։ Այսօրվա այդպես կարճ համառոտ թեմա, իհարկե իմս միշտ կարնիվորն է թեման, միշտ, բայց այս վերջերս տիկտոկյան հարթակում ես ուղղակի հետևում եմ լուռ, ինչպես բոլորին, ռուսական, ռուսալեզու, այնտեղ չեմ կարող ասել միայն ռուսներն են, մի խոսքով ռուսալեզու հարթակը, այդպես ասած, ակտիվ բոլորը նիհարում են, անխտիր, մարբիտյան քաշ ավելորդ շատ քաշ ունեցողները, թե մի քիչ, թե ընդհանուր առմամբ ավելորդ քաշ ունեցողները, դա մի կողմից շատ գովելի է, մարդիկ վերջապես գալիս է հասնում մի հասակ, ամեն մեկին մի ժամանակահատվածում է դա հասնում, ինչպես ասում են, հասնում է տեղ, որ պետք է մարդը իր առողջությունով զբաղվի։ Առաջին հերթին չկա այդպիսի մի ավելորդ քաշ ունեցող մարդ, որ այդ խնդրին ամենաշատը ոչ թե տալիս է էսթետիկ այնտեղ տեսքին, որովհետև այնտեղ շատ հոգեբանական խնդիրներ կան, այնուամենայնիվ, երբ որ արդեն հայերս մի խոսք ունենք, դանակը ոսկորին է հասնում, շատերը առողջական խնդրից ելնելով։ Միգուցե դրանք արդեն խոր առողջական խնդիրներ չեն, բայց արդեն, ինչպես ասում է, ահազանգը կա, բոլորիս տարբեր, այդպես չի, որ բոլորիս նույն խնդիրներն են, կամ բոլորս տառապում ենք նույն խնդիրներով։ Ու այդպես էլ չի, որ ընդհանրապես ժողովրդի մարդկության միայն այն մասան է հիվանդ ու թույլ, չգիտեմ ինչու այդպես է տարածված, մանավանդ բժիշկների մոտ, որ գնում ես, ինչ հարցով ուզում են, նրանք ասում են քաշդ գցի։ Նիհարները ավելի շատ խնդիրներ ունեն, ուղղակի չգիտեմ, միգուցե մասսայական այդպես է, բոլորին թվում է, որ բոլոր ավելորդ քաշով մարդիկ են հիվանդներ կամ մոտավորապես քրոնիկ հիվանդություն ունեցողներ։ Ինչ խոսք գովելի է, երբ մարդը զբաղվում է հենց ինքը իրանով, որովհետև ինչքան էլ հարազատները, բարեկամները, ընկերները կողքիդ լինեն, նրանք չեն կարող վերցնել քո բոլոր խնդիրները իրենց վրա եւ լուծել կամ բաներ, որ դու ինքդ ես միայն ունակ քո խնդիրները լուծելու։ Էլ եմ ասում գովելի է, ու դրանցից շատերը բիատրիկ վիրահատություններ են, եթե բառը սխալ եմ արտասանում, կներեք, վիրահատությունների մի խոսքով շատերը իրենց հարցերը դրանով են լուծում, շատերը լուծում են օզիմպիկով, ով ինչպես կարողանում է, շատերը տարբեր տեսակի դիետաներով, կալորիաներ են հաշվում եւ այլն, բոլորն էլ գովելի է, ով ինչպես կարողանում է։ Կամ մի հոգեբանների կարելի է ասել տեսակ, որ իմ կարծիքով նրանք ընդհանրապես
կյանքում 1 գրամ ավելորդ քաշ չեն ունեցել ու խորհուրդ են տալիս գերմարդկանց կամ իրենց ինչպես ասում են կարևոր կարծիքն են դա նույնիսկ կարելի ասել ֆիրմենի իրենց կարծիքն են հայտնում տվյալ մարդկանց վերաբերյալ ու սկսում է այն բանը, որ մարդիկ շատակեր են, ունեն RPP, ունեն ռուսական սեգմենտի բառերով եմ օգտագործում, հայերենում այդպես չեմ էլ կարող ասել, ունեն RPP, ունեն իմպուլսիվնի переедание и так далее и тому подобного. Բայց ոչ մեկ չի ընդհանրապես մոտենում այդ հարցին իրոք մեր կենսաբանական, մեր ֆիզիոլոգիայի հարցերով, ինչու այդ մարդը ունի, ես միշտ ասել եմ, ինչու է ընթացը չորի հետ խառնում, հենց ուղղակի մարդը չի կարող, եթե մարդը ունի մանկությունից ունեցած, դա մեկ էլ կկապեն մանկությունում քեզ չեն սիրել, մանկությունում քեզ էս արգելել են, դու ուզած շատ ես կերել, չկա նման բան, հա, տարբեր մարդիկ տարբեր ձևի մանկություն են ունեցել, ես ընդհանրապես հոյակապ մանկություն եմ ունեցել ու այնքան սիրո ավելցուկ եմ ունեցել իմ հարազատների կողմից, որ նույնիսկ կարելի ասել, որ այդ սիրո պակասը, եթե նույնիսկ հիմա չկան այդ մարդիկ, իրենք այնքան սեր են տվել, ես մինչև հիմա այդ սիրո պակասը չեմ էլ զգում։ Նույնիսկ կարելի ասել այդ սիրո ավելցուկի պատճառով միգուցե այդպես խախտվել է իմ սննդակարգը։ Ընդհանրապես իմ նման շատերն են, կբռնեն այդ հոգեբանները, ամեն մի մարդու չստացված բաներ կարող են կապել մանկության հետ ու սկսել ուրիշ կողմով առաջ գնալ, չէ, սիրելիներս, այդպես չէ, ու հետո երբ որ բոլորովին նիհար մարդը կարծիք է կազմում դիմացինի գեր մարդու, լավ, ես ասենք մանկությունից եմ միշտ ավելորդ քաշ ունեցել, բայց կան մարդիկ, որոնք ընդհանրապես նրանք դեռահաս տարիներին, ընդհանրապես արդեն ամուսնացած, երեխաներ ունեցած տարիներին իրենք ահավոր շատ նիհար են եղել, ինչպես ասում են, հարս գնացած ժամանակներն էլ շատ նիհարիկ կազմվածքով են ունեցել, ու ես այդպիսի հազարավոր մարդիկ գիտեմ, որ ընթացքում իրենք չաղանում են, ու վերցնել դա բոլորը վերնագրել շատակիրության մեջ, իմպուլսիվնի переедание, RPP, չգիտեմ ինչ, հոգեբանական խնդիրներ, բայց այո, հնարավոր է բոլորի մոտ էլ հոգեբանական խնդիրներ լինում են, բոլորը դրա հետ կապել սխալ է, քանի որ բոլորիս օրգանիզմը մեկ չի, դա ընդհանուր առմամբ հորմոնների խախտում է, կարող է ինչ-որ մի պահ, ինչ-որ մի տեղում, ինչ-որ մի բան այն չի գնում մեր օրգանիզմում ու ամեն ինչ խառնվում է, այդ մետախոնդրիան է, այդ ինսուլինն է, այդ ընդհանրապես, նույնիսկ ես հիմա, երբ որ ուտում եմ իմ հասանելի կարնիվոր ուտելիքները, երբ որ ես ասում եմ թույլ եմ ինձ զգում, դա չի նշանակում իմ կերածը բոլորը այդպես մարսվում է, այն բանում, երբ որ ես նույնիսկ կրճատում եմ, բավականաչափ եմ կրճատում, չնայած կարնիվորցիները ասում են, որ կերեք բավականաչափ ու մի մտածեք, թե ինչքան եք ուտում, որովհետև երբեք ճարպն ու միսը դուք չեք կարող այնքան ուտել, ինչքանով, որ ձեզ խանգարի։ Ու ասածս այդ դեպքում ինչ է, որ չի կարելի բոլորին ասել դու ինչու սա, կան նիհարողներ, քավլիցի, դա հոգեբանների առիթով, սննդաբանների առիթով, շաքարը բոլոր ասում են, ինչու եք ասում կոնֆետներ չի կարելի, քավլիցի կերեք ձեր կոնֆետները գրամով հաշվեք, եթե դա գտնում եք դուք առողջ, եթե դուք գտնում եք, որ ձեր ամբողջ կյանքում ու չնայած այդպիսի էլ եմ ասել սննդակարգ չկա, որ մի թեթև խախտում անես այս կողմ ու այն կողմ նորից քաշը չավելանա, եթե դու գտնում ես, որ կիսասոված դու կարող ես մեկ բանանով ու մեկ կտոր շոկոլադով սնվել ամբողջ օրը ու համարել, որ քո օրգանիզմը բավարար սնունդ է ստացել ու դու
ու գնալ սպորտզալ դա էլ ծախսել ու հասկանալ, որ քո օրգանիզմը բավարար սնունդ է ստացել, դե ինչ ասեմ, այդպես սնվեք ու կանգնել ասել, որ սուտ է, որ կոնֆետը վնաս է, սուտ է, որ քաղցրը վնաս է, սուտ է, որ մրգերը վնաս են, մեկին վնաս է, մյուսին վնաս չէ, էլի եմ ասում, երանի այն մարդկանց, ովքեր ամեն ինչ ուտում են ու իրենք ընդհանրապես չաղանալու կամ ինչ-որ ավելորդ քաշ ունենալու խնդիրներ չեն ունենում։ Ասածս այդ բոլոր ասածս նա է, որ ամեն մեկը ունի մի խնդիր, ամեն մեկը կարող է իր ձևով լուծել, ամեն մեկը փորձում է իր ձևով լուծել, փորձում է իրեն համապատասխան, ինչ կարող է ուտել, ինչ կարող է չուտել, ինչն է սիրում, ինչը չի սիրում, ինչից է իրան մոտ առաջանում այդ իրենց ասած RPP-ները, նորից եմ ասում, ես իմ վրա եմ վերցնում, որ ես ունեմ այդ ինսուլինարեզիստենտությունը, ունեմ այդ ինսուլինի բարձր մակարդակը, բայց դա այնպես չի, որ դա միշտ լինելու է, եթե ես ուտում եմ հիմիկվա պես, չնայած հիմիկվաց թերություններն էլ շատ են, կարելի ասել, ես այն բավարար քանակով չեմ ուտում, ինչպես կարնիվորցիներն են ասում, ու ցավոք սրտի կարնիվորցիների ասած կարմիր միսը շատ չեմ օգտագործում, էլի պայմաններից տեղից ելնելով հանդերձ, այնպես որ ով ինչպես կարողանում է փորձում է, այն որ կարնիվորցիների, երբ որ լսում ես այս մարդկանց, որ դա հատուկ նիհարելու համար չի, այլ ընդհանուր առմամբ առողջ լինելու, կամաց օրգանիզմը դզելու, կամաց առողջությունը վերականգնելու համար, դա մեծ պլյուս է, նույնը կարող եմ ասել կետո դիետայի համար, ես այսօր նույնիսկ կարճոլովակ եմ դրել բանջարեղենների պահով, քավլիցի, ովքեր ընդունում են այդ բանջարեղենները ու շատ առողջ են, ես էլ որոշ բանջարեղենների տեսակներ կարող եմ հետագայում օգտագործել, իհարկե եթե ցանկություն ունենամ, դեմ չեմ, բայց իրոք կան բանջարեղեններ, որ չափից շատ օգտագործելն էլ իհարկե արդեն էլի նորից օգտակար չի, ու կանգնել նորից եմ ասում, կրկնել, որ սնիկերսով ենք նիհարում, չգիտեմ, մի կտոր տորտ ուտում ենք, լավ ենք զգում, լավ զգացեք, հենց այդ RPP-ն գալիս է ոչ թե դու ագա ես մի կտոր ուտելուց հետո ես ուտում, այլ նա, որ դու ինքդ, իմ նմանները, եթե կան դիտողների մեջ, կարող են ինձ լրիվ հասկանալ, իմ նմանները, ես չեմ հասկանում, ինչ է նշանակում մի կտոր, դա այնպես չի, ես այդ մի կտոր, ինչի ուտեմ այդ մի կտորը, խոսքին օրինակ, որ ես գիտեմ այդ մի կտորը իմ համար ճակատագրական է լինելու, ինքը ավելանալու է, ու դա չի նշանակում, ես ագահ եմ, դա մի կտորով ես չեմ, դա օրգանիզմն է պահանջում, դա արդեն անցնում է իրեն հին անցյալին, ինչպես ասում են, անցյալին է վերադառնում ու կամաց այդ շատ նիհարողների, այդ այդքան կտրտած, սահմանափակված, գրամով հաշիված ուտելը, չգիտեմ, ժողովուրդ ջան, ամեն մեկը իր նման է, նույնիսկ էլի տիկտոկյան այդ կինը և տիկտոկում է և իհարկե յութուբը նույնիսկ իրեն զգացվում է, որ ինքը մի պահ, ես նկատում էի, ես բոլորը չեմ լսում, ես նկատում էի, որ ինքը մի քիչ լցվել է, նորից անցնում է, մի քիչ խստացրել է, ինքը ընդհանրապես կալորիականություններն է հաշիվում, բայց հանուն արդարությամբ, երբ այդ կինը սկսել է նիհարել, ինքը չի նիհարել կալորիականություններ հաշվելով, ինքը նիհարել է զուտ սպիտակուցային ուտելիքներ, այդպես ուտելու, այնտեղ չգիտեմ, մոտավորապես կարնիվոր կետոյի նման, բայց ավելի այդպես ասած ուգլիվոդներ էլ է այնտեղ օգտագործել, բարդ ուգլիվոդներ, ինչև է, ու նա հիմա փոխվել է իրեն մտածելակերպը կամ չգիտեմ ինչ, արդեն գրամներով հաշվում է, պատրաստում է PP կոչված առողջ ապրելակերպի ուտելիքներ, էլի նորից միևնույն է,
Ես դա չեմ գտնում ճիշտ, ընդհանրապես ինչ որ ժամանակին կերել ես, կամաց հետ կվերադառնա, եթե դու չարաշահ ես, եթե դու մի փոքր, եթե դու այսօր ծնունդ է, այսօր կնունք է, այսօր առիթ է, այսօր մարդ կարող է ամեն անգամ իրեն առիթ ստեղծել ու պատրաստել ինչ ուզում է եւ ուտի, դա հետ է գալու, 100% դա հետ է գալու, եթե մարդիկ այդքան կամքի ուժ ունեն ու գտնում են, որ այդ ոչ առողջարար մի կտորը իրենց այդ պահին կփրկի, իհարկե նրանք այդ մի կտորով ոչ մի վնաս պահին չեն հասցնի, բայց ընդհանուր գործընթացին կամ ընդհանրապես առողջության տեսակետից դա այդքան էլ ճիշտ չէ, դա մենակ իմ սեփական կարծիքն է, ու այնպես չէ, սեփական կարծիքը հենց հիմա է ձևավորվել, որովհետև ամբողջ կյանքում ես տարբեր բաներ եմ փորձել ու եկել եմ այն եզրակացության, որ ավելի լավ է բոլորովին կտրուկ հրաժարվել, քան թե կամաց ու չհասկանալ ինչպես է դա հինը ներխուժում քո կյանք, ավելի արագ տեմպով, ավելի նորից հետագայում քաշերը ավելացնելով ու հետո հետագայում փորձում ես նիհարել ավելի է դանդաղում, այո ես հիմա դանդաղ եմ նիհարում, գոհ եմ, չեմ կարող ասել, որ գոհ եմ, բայց այնպես էլ չի, որ դժգոհ եմ եւ նույնիսկ ես հիմա հասկանում եմ, որ այդպես քիչ նիհարելը ինձ համար ավելի որակով ու ավելի լավ է, քան այն սկզբնական շրջաներում, երբ որ ես ահավոր մեծ թվեր էի, ինչպես ասում են, ամսվա ընթացքում կորցնում։ Այսօր այդպես իմ ասածս այսքան է կարնիվորի մասին, ու ընդհանրապես կցանկանայի յուրաքանչյուրը, ով ունի խնդիրներ տարբեր, ու ուղղակի փորձել, ուղղակի ավելի շատ այն մարդկանց լսել, ովքեր իրոք մեծ կյանքի փորձ ունեն, այնտեղ 5 տարի, 6 տարի, 7 տարի, 8 տարի, 3 տարի, այնպես որ ամեն մեկը իր օրգանիզմի վրա փորձած, մարդիկ նույնիսկ անալիզներ են տվել, ճիշտ է, ես ամեն անգամ մտածում եմ ու դեռ չեմ տվել, հույսով եմ մոտ ժամանակներս կտամ, ու այնտեղ միգուցե ավելի պարզ դառնա, թե իրոք կարնիվորը ինչքան առավելություններ է տվել ինձ ու ինչքան օրըստօրե լավացնում է իմ ընդհանրապես կյանքը։ Այսօր այսքանը, սիրելիներս, էլի եմ ասում, ուրախ եմ այդ բոլոր նիհարողների համար, բացի նիհարելուց ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր փորձում են գոնե ինքնուրույն իրենց առողջական խնդիրները լուծել, ու իհարկե դա շատ գովելի է, եղեք առողջ, հետևեք ձեզ ու խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, տարածել, սեղմել զանգի կոճակը, դրանք միգուցե ձեզ ոչինչ չեն տալիս, իսկ ինձ համար դա շատ հաճելի է, ու ընդհանրապես ալիքի համար, ալիքը կզարգանա, ընդհանրապես շնորհակալ եմ բոլոր բաժանորդագրվածներից, չբաժանորդագրվածներից, այն մարդկանց, ովքեր դիտում են ու տարածում, ըստ տեսություն, շնորհակալություն։